Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, Կենտրոն հեռուստաընկերության եթերում կրկին իմ հեղինակային հաղորդումն է եւ այսօր իմ հյուրերն են Սուրեն Սուրենյանցը, Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ, շնորհակալություն։ Պարոն Սուրենյանց, իմ հրավերը ընդունելու համար, եւ Արա Պապյանը, Ազգային ժողովրդավարական Բևեր կուսակցության խորհրդի անդամ, շնորհակալություն, պարոն Պապյան, իմ հրավերը ընդունելու համար։ Հարգելի գործընկերներ, այս վերջին օրերի ընթացքում մենք տեսնում ենք, որ տարբեր իրադարձություններ են տեղի ունենում, նախ Բաքվում տեղի ունեցող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ այդ խայտառակ դատավարությունը, որտեղ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում եւ այսպես ինչ է սպասվում, չեմ էլ ուզում այսպես ասեմ, բայց պետք է մենք իսկապես բոլոր ջանքերը գործադրենք, հնարավոր անհնար, որպեսզի այդտեղ լուծումներ լինեն։ Մենք տեսնում ենք, որ նաեւ մեր ազգային ժողովում այս օրերին գնում է հերթական նստաշրջանը, լիագումար նիստը եւ ուրեմն Եվրամիության անդամակցության օրենքի երկրորդ ընթերցման նախագիծը հետաձգվեց, սա էլ միգուցե իր բացատրությունը ունի, բայց իհարկե ուշադրության կենտրոնում է մնում կարևորագույն անցած շաբաթվա ընթացքում դա Միացյալ Նահանգներում, Վաշինգտոնում Տրամփ-Զելենսկի հանդիպումներ չեն կարող չանդրադառնալ, որը աշխարհում այսպես բավականին այսպես փոփոխությունների ակնկալիք սպասումներ է առաջացնում եւ այսպես ասած հավաքական, միասնական արևմուտք հասկացություն կարծես թե այլևս չկա, որտեղ Եվրոպան մեկ բան է ասում, Միացյալ Նահանգները այլ քաղաքականություն է վարում, դեռևս դրան մենք անդրադառնանք եւ իհարկե մենք անդրադառնանք պարոն Սուրենյանց Գյումրի ուրեմն արտահերթ ընտրություններին, որը նախատեսված է մարտի 30-ին եւ իհարկե արդեն վերջացել է ժամկետը համապատասխան առաջադրումների փաստաթղթերը ներկայացնելու։ Առաջինը ուզում եմ հարցս ուղղեմ պարոն Սուրենյանցին, պարոն Սուրենյանց, Բաքվի դատավարությունը գնում է, մենք տեսանք, որ Ազատության հրապարակում ուրեմն մի շարք անձինք հացադուլ են հայտարարել, տեսնում ենք, որ խոշտանգումներ կան, դրա մասին խոսում են, ինչ եք կարծում, ի վերջո ինչ ենք սպասում, ինչ ա լինելու։ Նախ ես առիթից օգտվելով հացադուլավորներին կոչ կանեի դադարեցնել հացադուլը, որովհետև ես ինքս բազմաթիվ անգամներ հացադուլ արած մարդ եմ քաղաքական մոտիվներով, բայց դա համարում եմ միակ միջոցային պարագայում, երբ մարդը անազատության մեջ է եւ այլ տարբերակ չունի ինքն իրեն պաշտպանելու։ Ակնհայտ է, որ այդ հացադուլն էլ մնացած ակցիաներն էլ ուղղված են նրան, որպեսզի հասարակական ճնշումը մեծացնենք մեր իշխանությունների վրա, որպեսզի ռազմագերիների հարցը դառնա հայկական օրակարգի առանցքային հարցերից մեկը։ Եվ անշուշտ դա պիտի դառնա, ես ուզում եմ մի օրինակ բերեմ, որը բլոգեր աղջիկա հետ էր կապված Բելարուսում։ Այդ օրինակը ցայտուն ցույց տվեց, որ նպատակային աշխատանքի դեպքում այն էլ այն պարագայում, երբ հայ-բելարուսական հարաբերությունները լավագույն օրերը չեն ապրում, ակնհայտորեն պաշտոնական մակարդակով նկատի ունեմ, Գագիկ Ծառուկյանին հաջողվեց անձնական կապերը օգտագործելով լուծել այդ խնդիրը, այսինքն սա ինչի համար է օրինակը բերեցի, ուզում եմ ասեմ անհնար ոչինչ չկա, եթե նպատակային աշխատանք է կատարվում, հետևողական աշխատանք է։ Սիրելի հայրենակիցներ, իսկապես ներողություն պարոն Սուրենյանց, այստեղ շատ մեծ աշխատանք տեղի ունեցավ, հիմա բաներ կա, որ տեսանելի է, բաներ կա տեսանելի չէ, բայց այնուամենայնիվ մեր բլոգեր, մեր հայրենակցուհին աղջիկը Հայաստանում է գտնվում եւ դա մեծ, այսպես շափելի չասեմ, շատ մեծ աշխատանք է։ Այստեղ որպեսի իսկ եթե գլոբալ անդրադառնանք, սրա մասին իշխանությունները անշուշտ վաղուց պիտի մտածեն, որտեղ ակնհայտ էր, որ այնտեղ մեղադրյալ է աթոռին, այդ ֆարսի վերածված դատավարությունում ոչ թե կոնկրետ անձինք են, այլ Հայաստանի Հանրապետությունը։ Ակնհայտ էր, որ այդ մարդկանց խոշտանգելով, կտանքների ենթարկելով, չգիտեմ, ապօրինի ներգործության այլ մեթոդներով այդ մարդկանցից ու պետք չի այդ մարդկանց մեղադրել, կորզելու են ցուցմունքներ հենց Հայաստանի Հանրապետության դեմ, ու այսօր մենք տեսնում ենք, չէ, Բաքուն ինչ ինֆորմացիոն համատեքստա ձևավորում։ Հիմա բնականաբար լուծումներ պիտի առաջարկենք, այստեղ բազմաշերտ է։ Մեկը հասարակական ճնշման ուժեղացումն է,
մեր իշխանության վրա, որպեսզի այդ հարցը առաջնահերթություն համարվի, ինչքան էլ որ իշխանությունը պնդի, որ կուլիսներում բան խոսում ենք եւ այլն, իհարկե չեմ բացառում, որ կուլիսներում էլ պիտի այդ ուղղությամբ աշխատանք տարվի, ինձ այդ փաստարկները համոզիչ չեն թվում, որովհետեւ ես հիշում եմ Նիկոլ Փաշինյանը ոնց էր հեգնանքով արտահայտում Ռուբեն Վարդանյանի մասին 2024-ի օգոստոսի 31-ի ասուլիսում։ Ես հիշում եմ Ալեն Սիմոնյանի մի քանի օր առաջ ազգային ժողովում շատ ազգուշ ու շատ վտանգավոր հայտարարությունը, որ օրինակ եթե ես գերի լինեմ ինքնաթիռի մեջ, խփեք ինքնաթիռը, որտեղ պետության շահը ավելի կարևոր է, սա շատ տգեղ համեմատություն է, որտեղ պետք չի պետական շահը եւ քաղաքացու շահը դնել հակադրության մեջ, սա լավ ազդակ չի։ Եվ երկրորդ բանը, ինչ միջոցներ կան։ Օրինակ Արգարժան պարոն Օսկանյանը ասում է բանակցություններից դուրս գանք, այս գուցե շատ adekvat առաջարկ է, բայց այնուամենայնիվ իրականանալի չի, որտեվ այդ ռեսուրսը դու չունես այդ դեմարշին գնալու, ակնհայտ է, որ այդ ռեսուրսը եթե ունենայր, այս վիճակում չեն գտնվի նաև այդ մարդիկ Բաքվի բանտում։ Ես այնուամենայնիվ կարծում եմ, որ այս հարցի լուծման բանալին այնուամենայնիվ երրակողմ հայտարարությունների ֆորմատ վերադառնալն է։ Նոյեմբերի 9-ի համատեքստը, որտեղ դա միակ փաստաթուղթն է այնուամենայնիվ գոյություն ունեցող, որտեղ նաև ռազմագերիների ազատ արձակման կետը շատ հստակ արձանագրված է։ Ու մի ուրիշ նուրբ պահել կա այս հարցի հետ կապված, չենք կարող դա անտեսել։ Արդյոք մեզ կհաջողվի միայն միջազգային ճնշմամբ կամ արժանահավատ որևէ միջնորդի օգնությամբ այս հարցը լուծել, թե այնուամենայնիվ ստեղ դիվանագիտական առևտրի բաղադրիչ էլ գոյություն ունի։ Վախենամ երկրորդն էլ գոյություն ունի, վախենամ։ Շատ բարի, պարոն Սուրենյան, շատ բարի։ Պարոն Պապյան, պարոն Սուրենյանցի կարծիքը արդեն արտահայտվեց։ Խնդրեմ, դուք ինչ եք մտածում։ Ինչ լուծում, ինչ ռեալ, պրագմատիկ ինչ լուծում կարող է լինել։ Նախ հասկանանք ինչու է այս դատավարությունը ընթանում։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստում է եւ կորզում է տարբեր, ասենք, մտքեր ընտերգերության մեջ գտնված եւ այստեղ իսկապես ճիշտ ասվեց, որ ամեն ինչ էլ կարելի է պարտադրել, որտեղ նպատակը Հայաստանի դեմ արդեն իսկ ներկայացրած հայցերը եւ ապագա ներկայացվելիք հայցերին հիմք սարքել։ Եվ դուք տեսնում եք, այնտեղ Հայաստանի պատասխանատվության հարցն է անդադրվում։ Հայաստանը օկուպացրեց, Հայաստանը օգտագործեց, հանքերեպան եւ այս հիմքերը պետք են։ Առավելագույնը մինչև Բաքուն չկորզի նրանցից, չստանա համապատասխան հայտարարությունները, որ վաղը օգտագործելու Հայաստանի դեմ, բաց չի թողնի։ Ինքը ի վերջո բաց է թողնելու մի մասին, բայց այստեղ ուրիշ հարց կա։ Դե լավ, մենք խոսում ենք միշտ ղեկավարության մասին, բայց այնտեղ կան շարքային մարդիկ, զինվորներ եւ այլն։ Ղեկավարության մասին ես չեմ կարող ասել, բայց կոնկրետ զինվորների մասին եւ անգամ քաղաքացիական անձանց մասին մենք մեր բոլոր հանդիպումների ժամանակ եւ Վաշինգտոն եւ Լոնդոն եւ մարդել ունենք, որ զբաղվում է, այդ հարցը միշտ ենք բարձրացրել։ Պարոն Սուրենյանց, Հայաստանի Հանրապետությունը ուզում է գնա դեպի ԵՄ, այսպես ասեմ, այսինքն այն ուժերը, որոնք այդ հայտը ներկայացրել են, ազգային ժողով, երկրորդ ընթերցման պետք է ընդունվեր այս շաբաթ, բայց հետաձգվեց հաջորդ երևի քարոզիային, թե ինչ պատճառով, միգուցե դուք այսպես տեղեկություններ ունեք կամ կարող ենք մեկնաբանել, այնուամենայնիվ ես չեմ ուզում այն շատ չարչրկված բաները ասեմ, որ դե որ գնանք հարաբերությունները ոնց ալնելու, ինչ ալինելու, հիմա ինչ եք կարծում, բայց շահառուներն էլ դեպի Եվրոմիություն գնալու մեկնարկի, այդպես ասեմ են, որ ոչ մի ԵՄ-ել հիմա չեն գնում, ուղղակի մեկնարկն ենք հայտարարում, որ մեկնարկ Թե հիմա դա ինչ է։ Ոչ մի ԵՄ չենք գնում։ Հա, չէ, հիմա ինչ եմ ուզում ասեմ։ Եվ անընդհատ մյուս կողմից էլ ասում են, իսկ ձեզ հրավիրել են, որ դուք գնում եք։ Դա էլ ասում կարևոր չի, հրավիրել են թե չեն հրավիրել, ես պետքա գնամ մեկնարկը տամ։ Ինչ եք կարծում, այս ելնելով, քիչ հետո կանդրադառնանք նաև Տրամփ-Զելենսկի այս ռուս-ուկրաինական խնդրի Միացյալ Նահանգների կողմից հանգուցալուծման այս խնդիրներին, ասենք թե մոտեցումներին, ինչ եք կարծում դրանք ինչ որ ձևով շահկապվում են Հայաստան դեպի ԵՄ գնալու, որտեվ ասենք հիմա որն է արևմուտքը Միացյալ Նահանգների ձևով ձևակերպված այսպես արևմուտքը թե Եվրոպայի իրական Եվրոպան էլ տեսնում ենք որ Հունգարիա, Ռումինիա, Սլովակիա, հիմա Ավստրիայում էլ ինչ որ բաներ են, հիմա որն է, որ արևմուտքը։ Արգարժան պարոն Մելքումյան, դուք շատ ճիշտ հարցադրում եք դնում, գիտեք նույնիսկ միջև Թրամփի
իշխանության գալը արևմուտքում արդեն խորքային գործընթացներ կար եւ հասկանալի էր, որ միատարր արևմուտքի մասին խոսք լինել անգամ չի կարող։ Նույն Եվրամիության ներսում կա Ֆիցո, կա Օբամա, եւ տենդենսը գնում է եվրոսկեպտիկների հաղթանակի ուղղությամբ, հա։ Օրբան։ Կներեք։ Օրբան, այո։ Եվ գնում է դեպի այդ ուղղությամբ, եվրոսկեպտիկների հաղթանակի ուղղությամբ, այսինքն ի սկզբանե ակնհայտ էր, որ խոշոր փոփոխություններ են տեղի ունենում արևմուտքում, ու դա ոչ թե Թրամփը եկավ նոր ինչ-որ բան սկսվեց, այլ Թրամփը հետևանք էր։ Այդ տրանսֆորմացիայի հետևանք էր։ Այսինքն ըստ էության այն ինչ տեղի ունեցավ Միացյալ Նահանգներում, դա էլեկտորալ պահպանողական հեղափոխություն էր էլեկտորալ ճանապարհով։ Սա ակնհայտ է եւ մենք տեսնում ենք այնպիսի վերանայումներ արտաքին քաղաքական կուրսի, որ դժվար էր պատկերացնել անգամ մի քանի շաբաթ առաջ։ Իհարկե ընդհանուր մենք գիտենք Թրամփի ռետորաբանությունը, հռչակումները եւ այլն, բայց այնուամենայնիվ հիմա նույնիսկ Եվրամիության միասնականությունն է կասկածի տակ դրված, լավագույն լակմուսի թուղթ Ուկրաինայի շուրջ քննարկումներն են։ Հələ թողենք, որ ակնհայտորեն առանց Միացյալ Նահանգների հովանոցի իրենք չեն կարող անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, բայց միասնական կամք ու քաղաքական կոնսենսուսի հասնելու ձգտում էլ չկա կամ անկարողություն կա ավելի շուտ Եվրամիությունում։ Դա շատ տրամաբանական կլինի այդ մարդկանց հարցնել, որ Եվրամիություն եք գնում։ Այո։ Սա իդեպ շատ լեգիտիմ հարց է հիմա, որովհետև մենք տեսնում ենք, որ օրինակ վարչակազմի ներկայացուցիչներ շատ ազդեցիկ, օրինակ Իլոն Մասկը։ Բացահայտորեն Գերմանիայի պաշտպանում էր մի ուժի, որին իդեպ եթե համակարգային շտկումներ չլինեն Գերմանիայի, բոլորը հաղթանակ են վերապահում արդեն հաջորդ ընտրություններում, որոնք ըստ ամենայն էլի արտահերթ կլինեն։ Մենք տեսնում ենք արտահայտություններ, որ երբևէ չենք լսել, եթե օրինակ միջև Թրամփի իշխանության գալը Միրշայմերի տեսակետը կամ նման տեսակետները արևմուտքում եզակի էին, որ օրինակ ռուս-ուկրաինական պատերազմի պատասխանատվությունը դնում էին ՆԱՏՕ էսկալացիայի քաղաքականության վրա, հիմա այդ մասին բացահայտորեն խոսում են Թրամփը, Ռուբիոն, Օլցը եւ մյուսները։ Այս առումով բնականաբար այս տուրբուլենտության պայմաններում այդ նախաձեռնությունը որևէ ռացիոնալ հենք չունի։ Իմ խորին համոզմամբ այդ մարդիկ ոչ թե Հայաստանն են Եվրամիությանը մոտեցնում, այլ շահագործելով Հայաստանում օբյեկտիվորեն արկա հակառուսական տրամադրությունները իրենց են մոտեցնում ապագա ազգային ժողովին։ Այս պատմությունը հասկանալի, հետաձգման հետ կապված օրինակից ես չեմ հավատում, որ դա տեխնիկական պատճառներով հետաձգվեց, որտեղ այդ կարելի էր քվեարկությունը մինչև ժամը 12-ը կազմակերպել կամ X ժամի, այդտեղ ինչքան ես տեղյակ եմ, ԿՊ-ն արհեստականորեն քննարկում է գեներալ, շատ ակնհայտորեն Թրամփ-Զելենսկի բանավեճը դիտել է Փաշինյանը եւ դրանից հետո որոշակի խմբագրումներ է որոշել։ Շատ բարի, պարոն Պապյան, դուք եք համակարծիք պարոն Սուրենյանցի հետ։ Ես էլ եմ համակարծիք են նրան, որ չէր կարող ունել խիստ տեխնիկական այդ հետաձգումը, եթե բայց նաեւ համոզված եմ, որ այնուամենայնիվ նրանք գնալու են, ասենք երկրորդ ընթերցումը կլինի, դրանից հետո արդեն նոր մի պահ կմտածեն, թե չէ, դրանից հետո պետք է լինի հանրաքվե կամ ինչ եւ այլն կամ չի լինի, այսինքն մենք ինչ եք կարծում, դուք ո՞նց եք կարծում, այդ ճանապարհով ի վերջո մենք հնարավորություն ունենք գնալու։ Նախ ասեմ, երբ որ ասում ենք Հայաստանը գնում է դեպի Եվրոպա, Եվրամիություն, ես դա չեմ տեսնում, որովհետև Նիկոլ Փաշինյանի 7 տարվա իշխանության ընթացքում չի կարելի ասել get մի քայլ, ոչ թե խոսք, այլ քայլ, որին կարելի է դեպի Եվրոպա։ Ընդհակառակը, ոնց որ եղել ենք ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ անդամ նույնն է։ Մեր տնտեսական հարաբերությունները մնացել եւ խորացել են Ռուսաստանը, որևէ դիվերսիֆիկացիա չկա եւ այլն։ Չէ, ներողություն պարոն Պապյան, որ ընդհատում եմ, բայց հարաբերությունների որակն է կարևոր։ Չէ, որակը, այսինքն նախքին, այսինքն հիմա ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները վատացել է, բայց Եվրոպայի չի լավացել։ Իմ ասածը սա է։ Այսինքն չի բխում, որ այդտեղ վատանում է, մեխանիկորեն դեռ լավանում է։ Չի արվել։ Բոլորը լավ հասկանում են եւ այսօր էլի Ռուսաստանի դեսպանը Հայաստանում հայտարարեց, որ ընտրություն արեք կամ Եվրոմիություն կամ Եվրասիական տնտեսական միություն։ Երկուսից մեկն է։ Հիմա հիշեցնեմ ձեզ, որ այս ստորագրահավաքը որ լինում էր,
շատ բարձ հարցի շուրջ է։ Հանրակրվեի մասին է խոսքը, պետք չէ ծեւ մեծ ընդլայնել, այսինքն հանրակրվե անցկացնելու։ Մենք օրինակ չենք մասնակցել ստորագրական հավաքին, որտեղ գտել ենք, որ սա չի ճանապարհը Եվրոմիություն գնալու, մենք Հայաստանի ապագան տեսնում ենք արևմուտքից, բայց սա քայլեր են, որոնք խիստ անարդյունավետ են, որտեղ եթե նպատակը հանրակրվեն էր, դա կարելի էր ընդդիմության падգամավորները կարող էին առաջ, որտեղ ի վերջո հանրակրվեն առանց խորհրդարանի համաձայնության չի կարող լինել։ Իսկ ներողություն, դուք ինչ այլընտրանքային ճանապարհ եք տեսնում գնալու դեպի եւ դեպի Եվրոմիություն։ Դայք արևելյան Եվրոպայի երկրները Եվրոմիության անդամակցությունից առաջ իրենք մտան ռազմաքաղաքական դաշինքի մեջ արևմուտքի ճանապարհն է դա։ Հիմա Եվրոպայում ձևավորվում է այդ process-ը գնում է եւ Թրամփն է դրա, այսպես ասած, հիմնական առիթը նոր ռազմաքաղաքական կառույցի ձևավորումը։ Եվրոպական անվտանգության բան չունի, որտեղ ինքը տնտեսապես կառույց էր, բայց քանի որ ցես հանգիստ վիճակում էր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հենա դեպ ամերիկան մեզ սպառում է, ինչն է սա պետք։ Դեռևս 90-ական թվականներին քննարկումներ կար Եվրոպայի մեջ, որ պետքա ստեղծել առանձին անվտանգային եւ պաշտպանական կառույց, բայց բնականաբար որևէ մեկը չի ուզում ավելորդ փող ծախսել, եթե պաշտպանություն ապահովում են։ Հիշեցնեմ ձեզ, որ Միացյալ Նահանգների ռազմական ծախսերը 3.4% է, իր համախառնյալ Գերմանիայինը 1.5%, Ֆրանսիայինը 2.1%, Բրիտանիայինը 2.3%, որ Թրամփն ասում է գոնե 3%-ի հասցրեք, ինքը այդ առումով ճիշտ է ասում։ Հիմա ի՞նչ է տեղի ունենալու։ Ձևավորվելու է առաջիկա 2-3 տարվա մեջ ձևավորվելու է նոր կառույց։ Թե ինչ անունով կլինի, Հայաստանը հիմիկվանից պիտի աշխատի Եվրոպայի հետ, որպիսի ինքը այդ կառույցում իր տեղը ունենա, որտեղ Հայաստանը միայնակ չի կարող դիմակայել այն մարտահրավերներին, որ կա, ես անվտանգային եւ պաշտպանական հասկանալի է, պարոն Պապյան։ Հետո կնեք, հետո նոր դրանից հետո կարելի է մտածել տնտեսական կառույցի մասին։ Չէ, բայց այդպես չի լինում, էլի շատ ներողություն։ Ուրեմն նախ հələ տնտեսականն է սա կասել։ Այդպես լինում, օրինակ Ռումինիան էլ այդպես գնացել։ Չէ, Ռումինիան որտեղ է գտնվում։ Ռումինիան որտեղ է գտնվում։ Ռումինիայի անվտանգության ինչ որ երկրներով է։ Դրա մեջ ասեմ առաջորդին անվտանգության հարցը։ Հիմա այդ անվտանգությունը մենք չենք կարող շրջապատված այսպիսի երկրներով որ մենք գիտենք, այդպես ցած կատարենք դեպի Ես էլ ասել շրջապատած այդ երկրներ ու անպաշտպան են, որտեղ մեր դաշնակիցը ճակերտավոր ցույց տվեց, որ մեր դաշնակիցը չի։ Չէ, բայց ներողություն։ Ուստես ում վրա ենք դրել։ Հայտեք ներկայացնում որ գնաք եմ մյուս կառույց, որին հետո էլ ասում եք տնտեսական։ Այդ տնտեսական միության մեջ որտեղ որ մենք ենք ԵԱՏՄ-ով։ Հենց հանգիստ նստելու են սպասել, թե այդ ցածկը դու վագրի թռիչքը ոնց ես անելու, այդ ընթացքում, քանի դեռ հələ չես ձևավորել, ի՞նչ է կատարվելու։ Այդ նույնը ուրեմն ստացվում է, որ ձեր ասածով, որ ոչ թե մենք դաշնակից ենք, այլ պատանդ։ Եվ համաձայն եմ։ Այո, մենք պատանդ ենք։ Ձեր ասացիք, որտեղ ասել ինչ է սպասում, այսինքն պատանդ է։ Դու ներողություն։ Ես չեմ հավատում, որ կարող է այդ ցածկը ընդհանրապես գնալ, եւ դա ցածկանողը պատանդ չի լինում։ Իդեպ դաշնակիցների մասին շատ հետաքրքիր բան ասեմ, ամենևին ռուսական քաղաքականությունը արդարացնելու միտումներ չունեմ, բայց փետրվարի 28-ին կարծեմ աշխարհը տեսավ, որ ավելի խիստ դաշնակիցներ են լինում։ Այո։ Եթե կրծեր գործընկերը քաղաքական գծի մեջ չի մնում։ Մեր Զելենսկի Թրամփ բանավեճը։ Այսինքն դուք ուզում եք ասեք, որ Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի միջև դաշնակցային պայմանագիր կա ստորագրված։ Իրանց մեջ կար ինչ կար։ Անվտանգության երաշխավորներ։ Միացյալ Նահանգները։ Որ փաստաթղթումը դարձավ։ Դա Զելենսկին է ասում, ամերիկացիք չեն ուրան, վերջը պատերազմում ամենամեծ ներդրումը ուներ Բայդենի վարչակազմը։ Շատ լավ, բայց դրանք դաշնակից չեն, ինքը լավություններ անում, ուրեմն դա պարոն Պապյան, քաղաքականությունից լավություն չեն անում։ Չէ, ԱՄՆ-ը եւ Ուկրաինան չունեն որևէ դաշնակցային հարաբերություններ։ Երկու երկրների մակարդակով անդադ խոսում էին այդ մասին։ Խոսում էին։ Նույնիսկ այդ հանդիպման ժամանակ էին խոսում, բայց կարող եմ, այսինքն մենք տեսնում ենք, որ Դաշնակից բառը որևէ կողմ օգտագործել է այդ հանդիպման ժամանակ։ Զելենսկին 10 անգամ։ Դաշնակից բառը։ Դաշնակից բառը։ Մեր անվտանգության հիմնական երաշխավորը։ Երաշխավորն ուրիշ է, դաշնակիցն ուրիշ է։ Անվտանգության երաշխավորը թողնի, պարոն Պապյան։ Դրանից բովանդակությունը չի փոխվում։ Ամենայն դեպս մենք տեսանք, որ միջազգային հարաբերությունները բոլոր դեպքերում շատ կոշտ են եւ սա միայն հայ-ռուսական հարաբերություններին չի վերաբերվում։ Սա բոլոր երկրները պետքա իսկապես շատ զգույշ լինեն արտաքին քաղաքական քայլեր անելուց։ Երկրորդը մենք ինչի չենք նկատել, թերևս դա այն էր, որ
հատկապես Վենսի ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովում, բայց դրանից առաջ Հեքսեթի ելույթը հարցազրույցը ավելի շուտ Պենտագոնի նոր ղեկավարի այլ բանի մասին էին։ Արևմուտքը եւ նրա կառույցները դադարեցնում են ընդհանրացման քաղաքականությունը։ Այս պայմաններում ակնկալել, որ մենք շատ հեշտ անվտանգության համակարգ ենք գտնելու, որը մեր խնդիրներով մեծ տիրություն անելու, ես կարծում եմ հիմնված չի որևէ ռեալիստական բայց մենք տարբեր բաների մասին ենք խոսում։ Ես խոսում եմ Եվրոպ չեք։ Ես խոսում եմ Եվրոպայում ստեղծվելիք նոր կառույցի մասին։ Դուք վկայակոչում եք ամերիկացիների հարցազրույցը։ Գիտեք քանի տարի է տևելու։ 3-ից 4 տարի։ Եվրոպայում զինված ուժերը գտնվում են ամենամաշված վիճակում։ 3-ից 4 տարի։ Ասում եմ ամենամաշված, օրինակ մեծ Բրիտանիան, որ այդքան տարփողվում է, որ ես իմ ինչ զորություններ են 70-80 հազար է զինված ուժերը։ Ինչ կապ ունի քանակը, եթե շատ ուղակի կապ ունի։ Շատ ուղակի կապ ունի։ Օրինակ ես ամեն օրը կասկած չունեմ, դուք էլ ձեր օրը սկսում եք միջազգային մամուլ ընթերցելով։ Լավ։ Եվ հենց արևմտյան մամուլում, սա արդեն ռուսական մամուլի չի եւ այլն, արևմտյան մամուլում անդադ այդ հարցի շուրջ է դիսկուրսը, իդեպ Լոնդոնի հանդիպանը, Փարիզի երկու հանդիպումներում կոնսենսուսի չկայացման հիմնական պատճառներից մեկն էր, որ նույնիսկ զինված ուժեր Ուկրաինա ուղարկելու հարցում չեն կարողանում համաձայնության գալ։ Այդ զինված ուժերի ֆունկցիոնալ նշանակության մասին չեն կարողանում համաձայնության։ Ճիշտ է, բայց այդ չէ այսօրվա խնդիրը դրած։ Դուք ասում եք, չէ, այստեղ շատ կարևոր հարց կա։ ԱՄՆ զենքի եւ փողի մատակարարեր ինքը դուրս է գալի եւ այդ զենքի ու փողի մատակարարը կարող լինի Եվրոպայում։ Լավագույն դեպքում 10-15 տարի հետո։ Ոչ։ Ասում եմ լավագույն դեպքում։ Արդեն իսկ Բրիտանիան 3.5 միլիարդ է խոստացել, 2.5 միլիարդ Կանադան է տալիս ամեն մեկը եւ հիմա առաջիկա օրերին Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի ղեկավարները գնում են Թրամփի հետ հանդիպման։ Ինչի համար են բա գնում։ Գնում են համոզելու, որպեսզի Թրամփը գնում են համոզելու։ Այո, գնում են համոզելու։ Բառը։ Այո, գնում են համոզելու։ Այո, եւ համոզելու ոչ թե ինչ-որ բան Թրամփին պարտադրեն, այլ համոզեն։ Թրամփին պարտադրեն։ Որովհետեւ եվրոպական պետությունները, այո, երկրորդ համաշխարհային պատմվածից հետո անհոգ կոմֆորտի զգացում պատեց այդ երկրներին։ Հիմա կփոխեն, ինչ է եղել։ Պարոն Պապյան, էլի եմ ասում, ես ապավինում եմ այս դեպքում արևմտյան փորձագիտական շրջանակների կարծիքներին, որում ոչ մեկ։ Դա դուք շատ լավատեսական գնահատական եք 3-4 տարին ասում, թայմինգի առումով, որտեղ ես կարծում եմ այդ 3-4 տարի շատ քիչ եք ասում։ Երկրորդը, ես մեծ վերապահում կասկած ունեմ, անգամ եվրոպական անվտանգային միասնական համակարգ հնարավոր կլինի։ Հետո դա միանգամից անհնար է ձևավորել։ Ներողություն հարկե մի վարքյան, բայց ժամանակը չկա։ Հիմա տեսեք, չէ, Ուկրաինայի մասով, չէ, որ իհարկե մենք հետ կգանք մեզ, քանի որ մեր երկրի ճակատագիրն է մեզ շատ մտահոգում, բայց շատ փոխշահկապված բաներ կան։ Տեսեք, Թրամփը ռեալ ասում է Զելենսկուն 350 միլիարդ դոլար ուրեմն տեխնիկ, զինտեխնիկա եւ այլ։ Դրա կեսի ճակատագիրը անհայտ է քեզ, ասում է Զելենսկին։ Բայց իրականության մեջ տվել է 119 միլիարդ։ Մի վարքյան 350 միլիարդ ամեն ինչով հանդերձ տոտալ։ 119 միլիարդ է եղել Ամերիկայի տոտալ օգնությունը։ Այսինքն ինքը ուղղակի տես թիվ է։ Այո, թիվ է կրակում։ Դե լավ էլի պարոն Պապյան։ Թիվ է կրակում։ Տրամաբանությամբ կարանք ասենք թայմերներ էլ թիվ կրակում, երբ որ Զելենսկին ներողություն ես ամենալուրջ է, մի րոպե, ուզում եմ ասել։ Մի րոպե ես ավարտեմ։ Ստոկհոլմի խաղաղության եւ պատերազմի ինստիտուտը ամենալուրջ կառույցն է, նայեք նրա թվերը։ Շատ բարի։ Մենք կգանք դրան հիմա։ Հիմա ես ասում եմ, ինչ որ պաշտոնական հանդիպման ժամանակ հնչեցվում է։ Եվ խոսքը գնաց այդ ուրեմն հազվագյուտ մետաղների հետ կապված պայմանագրի կնքման 500 միլիոն դոլարի ռեժիմի պայմանները, որը չեղավ, չստացվեց եւ Զելենսկուն ասացին կգնաս կմտածես, եթե կգաս խաղաղության այն ռեժիմը, որ մենք առաջարկում ենք եւ այլ եւ այլ։ Հիմա ինչ եք կարծում, այդ Եվրոպան, որ իր անվտանգության 3-4 տարի եք ասում։ Այսինքն պետք է Թրամփն ու Պուտինը սպասեն, թե Ուկրաինայի հարցը ինչ ալնում 3-4 տարի։ Դուք ուրիշ բան եք խոսում, ես ուրիշ բան։ 3-4 տարին կառույցի ստեղծման մասին է։ Իսկ փողը արդեն տալիս են Երևանից։ Կոալիցիան մի րոպե, կոալիցիան ստեղծվել է։ Հիմա Եվրոպան միատար է։ Չէ, Այսինքն ովքեր են տալիս։ Բրիտանիան տալիս, Ֆրանսիան, այո, բավարարա։ 700 միլիարդ դոլար ռազմական բյուջեի մասին է խոսք գնում ընդհանուր
Եվրոմիության Այո, երկրների։ նասկի չի կարող մոբիլիզացնի իր մարդկանց բաները իջացրել միջև 18 տարեկան, ասինքն այդ Ով չի կարող։ հիմա ինչ բանը Զելենսկի Հասկանալի է, այս դարում չի տեխնիկան է կռվում, հասկանալի է, բայց այդ կողմի չէ մոբիլիզացնում մարդկանց։ Ես ընդամենը հարց կա։ Մի վարքյալ Արդյոք, չէ, այստեղ միան ուրիշ հարց կա։ Եվրոպան խնդիր չունի, զենք էլ կտա, փող էլ կտա, այդտեղ միանշանակ է։ Ամերիկան էլ կամաձայնվի ստորագրի առաջիկա շաբաթվա մեջ հազվագյուտ մետաղների հարցը Ամերիկան էլ կտա։ Այդ էլ մի կողմ դնենք։ Այսինքն հարցը հետևյալ, արդյոք Ռուսաստանի պայմանների հետ Տրամպը համաձայնա թե ոչ։ Չմոռանանք Պուտինը ուզում է Ղրիմ գումարած 4 մարզ։ որը սահմանարությամբ արդեն Պարոն Պապյանին հիմա 4 մարզ ասանեմ ոչ թե Սուրեն Սուրենյանցյանից, այլ Պենտագոնի ղեկավար Հեքսեթի խաղաղության հնարավոր խաղաղության պայմանագրի կամ հրադադարի պայմանագրի 3 պարամետրերը նշեց պարոն Հեքսեթը։ Առաջին անիրատեսական է Ուկրաինայի վերադարձը մինչև 2014-ի սահմանները, ձեր հարցի պատասխանն է։ Այսինքն 4-5 մարզը տալիս են։ Այսինքն այսօրվա ստատուս քվոն ըստ էության ընդունում է Վաշինգտոնը։ Չէ, Վաշինգտոնը չի ընդունում։ Հեքսեթը բա ով է։ Հեքսեթը Միացյալ Նահանգների Պենտագոնի ղեկավարն է։ Ո փորձագետ չի։ Ուրեմն ասեմ ցես Տրամպը եւ Ամերիկան այդ պայմանների հետ համաձայն չի եւ չի էլ համաձայնվում։ Ուրեմն Տրամպը եւ Ամերիկան այդ պայմանների հետ համաձայն են։ Այդ պատճառով էլ տեղի ունեցավ Զելենսկու եւ ուրեմն Տրամփի ու Վենսի վեճը, այդ հայտնի է։ Չէ, այնտեղ երաշխիքների մասին։ Երկրորդը անիրական է համարում ըստ Հեքսեթի, որը իմ դեպքում Վաշինգտոնի պաշտոնական տեսակետներ ներկայացնում։ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը եւ երրորդը, որ շատ ավելի կարեւոր է։ Նրանք Հեքսեթը խոսեց ՆԱՏՕ-ի ընդարձակման քաղաքականության վնասակար հետևանքների մասին։ Մյուս կողմից, այսօր ես կարդացել եմ հերացող կանցլերի պարոն Շոլցի հարցազրույցը, որտեղ շատ հստակ, շատ ռեալիստորեն նա ասում է, որ Միացյալ Նահանգների աջակցության դադարեցման դեպքում Եվրամիությունը այսօրվա ռեսուրսներով ու խոսում է Գերմանիայի տնտեսության զրոյական աճի մասին։ Շատ ներողություն։ Չի կարող հիմա շարունակեք։ Դուք պարոն Պապյան, եվրոպական երկրների տնտեսական աճը կամ անկումը նայել եք 24 թվականի համար։ Ուրեմն Ֆրանսիան համարյա աճ չունի, 1.1 ստագնացիա, Գերմանիա մինուս է, 2.2% Անգլիան է, որը իհարկե բան չի, եւ Միացյալ Նահանգները 2.4։ Ռուսաստանը արդեն 4.1% աճ ունի։ Ես էլ մի րոպե, ես հերո եմ մտքից, որ պետք է այդ 24 թվականի աճերը վերցնենք, ասենք դրանով ապայում, բայց ինքը Եվրոպան էլ իր տնտեսական բովանդակությամբ եւ կառուցվածքով այսօր արդեն շատ տուժել է։ Շատ ամենամեծ տուժողը Գերմանիան է, ամենաշատ տուժողը։ Գերմանիայի ռազմական բյուջեն 66.8 միլիարդ է, տարեկան 10 միլիարդով աճում է, իսկ հիմա հաջորդ տարի ոչ թե 10, այլ 20-ով աճել։ Այսպես է հարցը։ Եթե իրենք հասցնում են 3%-ի, իսկ իրենք հասցնելու են 3%-ի, հենց մեծ բանը։ Ասեք ինչի համեմատ է Գերմանիայի ռազմական բյուջեն ավելացել։ Ինչի համար իր տնտեսության հաշվին։ Ինչի համեմատ։ Իր նախկինի համար։ Մոռացել եք, չէ՞, դուք հաստատ չեք մոռացել։ Չէ, նախկինի համար։ Գերմանիայի զինված ուժերը բացառապես պաշտպանական նշանակություն ունեին։ Իրանք կոնցեպցիա փոխեցին, որպեսզի մոդեռնիզացնեն իրանց զինված ուժերը։ Այո, մոդեռնիզացումը զրոյի վրա է դա։ Չէ, զրոյի վրա։ Զրոյի վրա է։ Զրոյի վրա չի։ Գերմանիայի եւ բյուջեն եւ զորքը առնվազն աշխարհում 6-րդ, 7-րդ տեղն է։ Հիմա ձեր ասելով, հետեւյալն որ հավատանք ձեզ, քանի տարի է տևելու հետո ձեր ճշմարիտ պատերազմը։ Այս պատերազմը եւս մի քանի տարի տևելու է։ Դուք ներողություն, մի րոպե էլ։ Այո։ Դուք հիշում եք, որ 2022 թվականին, որ դուք ասում եք, որ շատ արագ Ռուսաստանի հարցերը լուծվելու է, լուծվեց։ Այո։ Ինչ եղավ։ Ռուսաստանը կորցրել է այն պաշարը գումարի, որը ինքը միլիարդ հարյուրավոր միլիարդներ հավաքել էր։ Ռուսաստանը կտրվել է ամբողջ արևմուտքի։ Հիմա Ուկրաինայի բնակչությունը ինչքանն է։ Ուկրաինայի բնակչությունը հիմա ռեալ 45 միլիոններ, չէ։ 30 միլիոն։ 30? Որտեղից է 30 միլիոն։ Ընդ 20-22 միլիոն մարդ է։ Դե 22 միլիոն։ Հետո տարածքի որ տոկոսն է, որ Իրանը չի։ Մի 20%-ը գրավել է։ 22%-ը։ Ասինքն ինչ եք ուզում հիմա։ Ուզում եմ այն որ, չէ, դա ինչ կապ ունի։ Ռուսաստանը ստրատեգիական պարտություն արդեն իսկ այս պահին կրել է, որ ասեմ ինչու՞ էլ թողեք։ Ինքը իր եւ Եվրոպայի միջև ստեղծել է մի երկիր, որը դեռ 2 սերունդ իրեն ճշտամի առնելու։ 1. Ինքը
պատժամիջոցների տակ է եւ շարունակելու այդ պատժամիջոցների տակ լինել եւ ինքը գոյատևել է, որովհետեւ ինքը տարիներ շարունակ հսկայական ֆոնդեր ուներ կուտակած։ Չէ, բայց արդեն բանակցում են Միացյալ Նահանգների հետ Ռուսաստանը, որ պատժամիջոցների շատ բաներ հանի, տեխնոլոգիաներից բանակցում են, երբ որ կգան կհամաձայնեն, օդային բանակցում։ Այո, անգամ Թրամփը չի խոսում պատժամիջոցների վերացման մասին, չի խոսում։ Նայեք, դուք ուզում եք ներկայացնեք այստեղ, Չէ, բացարձակ, ես ասում եմ, առայժմ գնում է, մամուլ եսի որտեղ։ առայժմ գնում է խնդիրը Եվրոմիության եւ Միացյալ Նահանգների միջեւ է։ Այս ամբողջի նպատակը Թրամփը որ բարձրացրեց Ռուսաստանը չէր։ Ինքը լավ գիտե, որ Ռուսաստանը ինքը չի կարողանա հասնել խաղաղության։ Իրան այն էր, որ ինքը երբ որ առաջին անգամ են առաջի ասաց, որ հասցրեք 2.5%, լիքը երկրներ, ասած փոչի։ Շատ բարի։ Հիմա ինքը հասցրեց, կներեք ես էլ ասեմ։ Ուրիշ թեմաներ էլ ունենք։ Չէ, բայց հարցը հետևյալն է։ Եվրոմիություն ունի բավարար ռազմական եւ տնտեսական հզորություն Ուկրաինային շարունակելու զերք եւ փող տա առանց ամնի եւ ամնով, բայց ամնը շարունակելու է տալ։ Ուրեմն ձեր կարծիքն է։ Մնում է իմ կարծիքին, որ Եվրամիությունը քաղաքական եւ ռազմական կենսունակության լուրջ ճգնաժամի առաջ է կանգնած եւ չի կարող անել Ստամբուլում 6.5 ժամ տևած բանակցությունների ռուս-ամերիկյան 3 հիմնական թեմաներից մեկը եղել է սանկցիաների մասնակից չեղարկման հարցը, այսինքն սա եւ եթե քննարկում են նշանակում ուզում են լուծում գտնել։ Այնտեղ նրա պատճառը ո՞րն է, չէ, ասեք ախր դուք Պարոն թողեք դե ավարտել։ Պատասխան ինչ իրան պետք է, բայց այդտեղ ուրիշ բան է։ Ինչ որ կարդացել եմ եւ պաշտոնապես չի բերկվել, դա եմ ասում։ Եվ ատոմային այդ շատ ռազմավարական առումով թուլացած Ռուսաստանին Վաշինգտոնը ըստ Reuters-ի, Bloomberg-ի շատ ազդեցիկ լրատվամիջոցների, էլի պաշտոնական Վաշինգտոնը չի երկել, ուրեմն Ռուսաստանին առաջարկվել է Թրամփի կողմից, որպեսզի Ամերիկա-իրանական հարաբերությունների միջնորդի դեր կատարի։ Այսինքն միջազգային հարաբերությունների տրամաբանությունը լրիվ փոխվում է։ Եվ Եվրամիությունը ցավոք սրտի, ես մեծ ցավով եմ ասում, որտեղ ակնածանք ունեմ այդ կառույցի հանդեպ, դարձավ նեոլիբերալ շահախմբերի պատճառով, դարձավ այս ուկրաինական կամպանիայի ամենամեծ զոհերից մեկը։ Շատ բարի։ Եվ հələ Աստված գիտի Եվրամիությունը ինչպիսի հեռանկար կունենա։ Ստամբուլում քննարկվող կարևորագույն հարցերից մեկը ատոմային զենքի կրճատման հարցն է, որը Ռուսաստանի կողմից մերժվել է։ Հետևաբար մերժվել է։ Լավրովը ասել է հստակ ասել է, որ մենք չենք կարող կրճատում անել, որովհետև սովորական սպառազինություններով մենք էապես զիջում ենք մյուսներին։ Ասել է, որ սովորական սպառազինությունների հարցում համաձայնության վերականգնումից հետո նոր կանադառնանք այդ հարցին, դրանք տարբեր։ Լավ ամփոփեցինք։ Պարոն Պապյան, քանի որ պարոն Սուրենյանցը դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահն է, եւ քանի որ քննարկեցինք ռուս-ուկրաինական այս վերջի այս պատերազմական իրավիճակը եւ Գյումրիում էլ ռուսական ռազմաբազա կա 102-րդ, ես իհարկե մի քիչ բանը կոնտեքստով եմ ասում, հիմա արտահերթ ընտրություններ են։ Իհարկե դրա համար չի պարզ ասա կատակով եմ ասում, ուղղակի այս խնդիրները քննարկելու առումով հիմա պարոն Սուրենյանց ինչ է կատարում Գյումրիում, պարզա որ քարոզարշավը դեռ չի սկսել, քանի որ արտահերթա կարծեմ 12 թե 12 օր է տրվում, բայց հիմա որ փուլում են տարբեր տեխնացուների են լսում, քանի որ արդեն վերջացել են առաջադրումները։ Ավարտվեց առաջադրումների փուլը 9 քաղաքական ուժ է մասնակցում։ Պարոն Պապյան, դուք չեք մասնակցում։ Այս ընտրությունները չափազանց մրցակցային են լինելու, ոչ թե տեխնացուների թվի առումով։ Նախորդ երկու ընտրություններին ավելի շատ մասնակիցներ են եղել, 10-11։ Ուղղակի այնպես է ստացվել, որ ամբողջ քաղաքական ներկապնակը ուղղակի կամ անուղղակի մասնակցում ընտրությունների, գրեթե ամբողջ, սա մեկ եւ երկրորդ գործոնն է, որ Գյումրիում բոլոր ազդեցիկ խմբերը տեղի ինչ որ ձևով ընտրությունների մասնակցում են եւ խմբեր ասելով ինչի նկատի ունեմ։ Ի նկատի ունեմ, ասենք մարդիկ, որոնք գուցե քաղաքական շատ մեծ դերակատարում չունեն համայնքային, բայց համայնքային նախկին քաղաքապետ, գործող падգամավոր է այո։ Եվ երրորդը, որը արդեն օբյեկտիվորեն եղավ, սա փաստորեն
խորհրդարանական ընտրությունից առաջ ամենակարևոր էլեկտորալ միջոցառումն է երկրում։ Ահա։ Դա լրացուցիչ քաղաքական համատեքստ է հաղորդում ընտրություններին։ Ձեզ տեղ ասել ուժերի ստուգատ է սա իհարկե, այստեղ մեր շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ, քանի որ մի շարք թիմ ընտրություններում դուք գիտեք, պարոն Մելքոմյան, որ մենք Բարգավաճ Հայաստանի հետ դաշինքային հարաբերություններ ենք ունեցել, Գյումրիում այդպես չի, առանձին ենք մասնակցում, բայց հենց այս օրերին պարոն Ծառուկյանը մեր շատ հետաքրքիր հոդված հրապարակեց, որտեղ ասում էր այլևս ինձ մի ներկայացրեք որպես ԲՀԿ նախագահ, ու 3 շատ կարևոր բան դրեց, ազգային համաձայնությունը, մերիտոկրատիայի գաղափարը, որպեսզի կարողանանք բոլոր կարող ուժերին եւ մարդկանց համախմբենք, եւ երրորդ ճանապարհը ներքին հանդուրժողականությունն էր, այսինքն որպեսզի ներազգային եւ ներհասարակական կոնսենսուսի հասնենք։ Սա բանալիներ էր, ես պատկերավոր ասած ճիշտ Հայաստանի կոնցեպտ եմ դա համարում, այ ինչի սա հիշեցի, որովհետեւ մենք Գյումրիում հենց ճիշտ Գյումրիի կոնցեպտ ենք ներկայացրել հայեցակարգ, քիչ հետո դուք կասեք, որ էլի խարսխվում է այդ գաղափարների վրա։ Պարոն Ծառուկյանի, քանի որ այս հոդվածի մեջբերումները բերեցիք դրույթների, ասեմ, որ այնտեղ նաև բանալի հիմնարար այսպես դրույթներից մեկն էր, որ այս փուլում երկրի համար ստեղծված առանձին որևէ կուսակցություն չի կարող մերիտոկրատիան դրա համար, այսինքն ինքը, որպեսզի մեր հեռուստադիտողը ավելի պատկերավոր եւ པարզ պատկերացնի, այսինքն այս ինչ որ այդ գործնեությունը ինքը ասում է, ես անում եմ, դա միտված չի, որ ես դիվիդենդ ստանամ քաղաքական, այլ պետք է նոր, ուրեմն ֆորմատ ձևավորվի, то есть Գյումրիում ուզեցա ասել դրա լոկալ դրսևորումը, եւ որպեսզի կարողանան այդ նոր կարող ուժերը, ովքեր որ կլինեն, կարողանան միավորվեն, որտեվ կյանքը ցույց է տալիս, որ արդեն այն ինչ որ կա, դա մի ձևի ոնց որ ավանդական հնացած մի ինչ որ ձև է, չնայած կարող է կլասիկան մի քիչ ուրիշ է, ավանդական վերջը գործիքը, բայց դա հետո մի հատ ոնց որ puzzle-ը մի հատ հետ գնա, մի հատ նոր բան անենք, նոր վերջում մտածել հավաքելու մասին։ Պարոն Պապյան, դուք հələ այդ ճիշտ Գյումրին կասեք, ինչ կարծիք եք, ինչի դուք Գյումրիում չեք մասնակցում։ Մենք տեղական կառավարական ընտրություններին չենք մասնակցում։ Ոչ միտեղ չեք մասնակցում։ Ոչ միտեղ չենք մասնակցում, դա մեր այսպես սկզբունքային դիրքորոշումն է, որովհետև մենք կարծում ենք, որ այդ խնդիրները ածանցված են ավելի մեծ քաղաքականությունից են լինի երկրի արտաքին կամ այսպես ասած բայց աշխարհում փորձ կա, չէ՞, թիմերում պետք է մասնակցեն տեղերը գրավում ինչ որ բան կամաս սենց գան։ Հա, բայց հավատացեք, որ աշխարհի փորձը ստեղ մի քիչ ուրիշ ձև է աշխատում։ Այդ խմբերը ես գիտեմ ինչ խմբերի։ Բա մնացած բաները անդադ ասում են Եվրոպան սենց աշխարհը սենց է, հիմա այստեղ չի աշխատում այս մասը։ Չի աշխատում։ Հայաստանում այդ Եվրոպայում աշխատում, Հայաստանում չի աշխատում։ Հենց այդ դա Հայաստանում շատ բան չի աշխատում, երբ որ լավ օրինակը վերցնել։ Այսինքն հենց գնանք Եվրոպա կաշխատի։ Չէ, հենց գնանք չի աշխատի, բայց ոնց որ ասած կարելի է ձգտել դրան եւ լավացնել։ Լիքը բան կա, որ Եվրոպայից վերցրել են եւ այնպես աղավաղվել եւ վատացել, որ շատ ավելի հակառակն է տվել, այնպես որ վերցնել նմանակելը եւ արդյունքի հասնելը բանա։ Ի վերջո པարզ օրինակ բերեմ, թղթի տոպրակներ էին մցնում իբր թե բնության պահպանությամբ, վերջացավ նրանով, որ ժողովուրդը սկսեց հիմա վճարել ցելոֆանի տոպրակների համար։ Նորից հետ գնացին։ Չէ, ավելի վատ։ Ցելոֆանի տոպրակները մի բան էլ վճարում ես։ Այս པարզ ամենապարզ օրինակն է վերում։ Այս իշխանությունը չի կարող པարզ հարցեր էլ լուծել։ Ֆունդամենտալ անհամաձայնություն եմ ես հարցում հայտնում։ Իդեպ մենք երևի ԿՊ-ից հետո երկրորդ կուսակցությունն ենք արձանագրված արդյունքով թիմ վերջի տարիների ընտրությունների դաշինքով կամ առանց դրա 5 տեղ համայնքապետ ունենք եւ մի 2 տեղ էլ թվով երկրորդ խմբակցություն հավաքաններով սա ոչ միայն մեր տեղական ծրագիրը մատուցելու խնդիրը այլ նաեւ հասարակության հետ կոմունիկացիայի ամենաարդյունավետ ձևն է որտեղ վերջո Երևանում նստած դժվար է հասկանալ գյումրեցին ինչով է ապրում կամ քաջարանցին եւ այլն։ Չէ, դե մենք մեր կառույցներ ունենք տեղերում։ Չէ, բայց ամեն դեպքում էլեկտորալ եւ երրորդը ես համոզում ունեմ, որ ֆունդամենտալ եւ որակական են այն փոփոխությունները, որ տեղի են ունենում էլեկտորալ հեղափոխությունների ճանապարհով, ընտրական ճանապարհով։ Ես էությամբ պահպանողական եմ եւ փոփոխությունների որակական ցուցիչը շահում է միայն, երբ որ այդ փոփոխությունները ընտրությունների ճանապարհով են տեղի ունենում։ Իսկ ինչ վերաբերում է ճիշտ քաղաքի
ճիշտ քաղաքի կոնցեպտին, Երևանի ընտրությունները կներեք քաղաքական անասնագողության պատճառով տենց եղավ։ Դե հիմա ցուցակ կինես կազմեն, մարդիկ տենց բան չլինի։ Բանի, ինչ վերաբերում է ճիշտ քաղաքի կոնցեպտին, ես ինչի ասեցի պարոն Ծառուկյանի, կոնցեպտը ճիշտ Հայաստանի կոնցեպտ եմ ասում, ինքը ճիշտ Հայաստան բառը չի օգտագործել, այդ ճիշտ Գյումրին մենք ենք օգտագործել, որովհետև այո, մի քանի կարևոր բաղադրիչ կա։ Համապետական կլինի ընտրությունը, թե տեղական, մի քանի կարևոր բաղադրիչ կա։ Կուսակցական շահի զսպում, այսպես ասենք, առաջին, երկրորդ մերիտոկրատիան, եւ որ դու արժանի մարդկանց հավաքում ես, երրորդ են հստակ գիտակցումը, որ մեկ կուսակցություն կամ մեկ քաղաքական խումբ ունակ չի փոփոխությունների դրոշակակիր լինել, եւ չորրորդը, որ ցանկացած process պետք է միտված լինի ներքին համերաշխության վերականգնմանը։ Չունեցանք ներքին համերաշխություն, շատ ճիշտ էր նշել պարոն Ծառուկյան, անվտանգային ռիսկերի ուժնացում ենք ունենալու։ Դա բերելու է դրան։ Դրա համար ես կարծում եմ ցանկացած էլեկտորալ միջոցառում պետք է օգտագործվի, առաջին հերթին, օրինակ տվյալ դեպքում Գյումրիի ժողովրդի ձեռքից ինչ-որ փուշ, մատից փուշ անելու նպատակով, երկրորդը պետք է փորձենք ինչ-որ տեղից, իսկ Գյումրիի ընտրությունները կարող են այդպեսին դառնալ, ազգային պետական վերածննդի Շատ բան, հիմա կարող եմ գյումրեցի ուրեմն հայրենակիցներն են նայում, ի վերջո պարոն Պապյան, ձեզ էլ եմ այդ հարցը տալի, դուք այնտեղ կառույց ունեք, չէ՞, ասեցի։ Այսինքն ոչ միայն չեք մասնակցում, այլև որևէ ուժի նկատմամբ վերաբերմունք էլ չեք արտահայտում։ Առայժմ ոչ, որովհետև տեսնենք այդ ուժերը, թող այդ ուժերը միակ արտահայտվեն, տեսնենք։ Հիմա հարցը սողում եմ, քանի որ դուք համապետական մասշտաբի գործիչներ եք, հարցը նաև ուղղում եմ ձեր երկուսին։ Առաջինը պարոն Պապյանին, հետո պարոն Սոնյանին։ Ի վերջո Գյումրի քաղաքը մեր երկրորդ խոշոր քաղաքն է իր ավանդույթներով, իր պատմությամբ, բայց նաև իր մարդկանցով եւ նաև մարդիկ որտեղ որ աշխատում են։ Ի վերջո Գյումրին եղել է արդյունաբերական քաղաք մոտ 240,000 բնակչությամբ։ 240,000, դա կատակ չի եղել։ Եվ եղել են հիմնական մարդիկ աշխատել են արդյունաբերական ձեռնարկություններում։ Ինչ որ մի ձեռնարկություն աշխատում է Գյումրիում այսօր արդյունաբերական արտադրական այնտեղ որ մեծ ձեռնարկություն չէ ոնց որ կան ավելի փոքր ինչ որ ձեռնարկություններ չէ կան Սոնյանց ինչ որ մեծ ինչ կա մեծ այո աշխատում են իհարկե ոչ ձեր ասած այդ մեծի մասին բանելով բայց տեքստիլ ֆաբրիկանն էլ որոշակի չափով աշխատում է այնտեղ այլ արտադրական հզորություններ կան ուզում եմ ասեմ որպեսզի սա նախընտրական քարոզարշավը չդիտարկվի ուղղակի մենք ուզում եմ ասեմ որ պարոն Սոնյանց նաև անպայման ուշադրություն կենտրոնացնեք արտադրական ձեռնարկությունների հնարավորությունների եւ գլխավոր մի բանի պարոն Մելքումյան Գյումրին շատ կարեւոր մի հատ խնդիր ունի ենթակառուցվածքների խնդիր այո տեսեք ինքը ենթակառույց լոգիստիկ անհարմարությունների պատճառով դու որևէ ներքին կամ արտաքին զբոսաշրջիկ մեկ օրում հասցնում է պատտվել Գյումրիում վերադառնալ, այսինքն փող չի ծախսվում Գյումրիում։ Հյուրանոցային ցանց կա, բայց փող չի ծախսվում Գյումրիում։ Այ եթե կարողանանք այդ լոգիստիկ խնդիրները ու մեր ծրագրում կա այդ բանը շեշտը դնենք դրան զարգացման վրա, Գյումրիում փող կմնա։ Շատ բարի։ Հիմա քանի որ խոսեցին Գյումրիի մասին, ի վերջո sense որպես այսպես եզրափակիչ փոքրիկ քննարկում անենք եւ ամփոփենք հաղորդումը, պարոն Պապյան, տեսեք։ Այնուամենայնիվ դուք ասում եք չենք մասնակցում թիմ ընտրություններին, որտեվ համաձայն եմ, ասինքն այստեղ իշխանության ճակատագիրը որոշվում է համապետական մեկ ընտրություն ունենք, դա ուրեմն ցավոք սրտի ես ուզեի լիներ որ եւ նախագահի եւ դա պարլամենտական ընտրությունն է։ Այս առումով անընդհատ խոսույթ են ա եղել, որ միևնույն է Հայաստանը այն երկիրն է, սրա մասին շատ ենք ասել, որ ընտրությունների միջոցով հնարավոր չի եղել իշխանություն փոխել։ Տենց ա եղել։ Առ այսօր։ Նույնիսկ 90 թվականին, երբ որ հայոց համազգային շարժումը ազգային այն ժամանակ Գերագույն խորհուրդ եկավ, էլի կոմունիստները մի քանի մարդու գերակշռությունն էին, որտեվ շրջխորհրդի նախագահները, շրջկոմի քարտուղարները մարզերից բանեկել էին նոր ժողովրդի ճնշման տակ։ Ուրեմն Վլադիմիր Երջանկայի շատակ Մովսիսյանը չընտրվեց, ինքը հանեց, ավելի ոչ թե չընտրվեց, եւ ուրեմն ընդ որում կոչ էր արել, որ հաներ այդ իր տեխնացիոնը, եթե չեմ սխալվում, Վիգեն Խաչատրյանը։ Այո։ Հա։ Ուրեմն հիմա այս պարագայում չի եղել Հայաստանում։ Հիմա տեսեք, եթե խնդիրը կայանում է նրանում, որ կուսակցությունները մասնակցեն,
որպեսզի տեղ ունենան ընդամենը, այդ էլ կյանքը ցույցատվել, որ 3-4 ուժից ավել պարլամենտ չի անցնում։ Մեկը իշխանությունն է, մի երկու ուժ էլ անցնում են եւ հիմա ինչ եք կարծում, լուծման բանալին էս երկրում ի վերջո դա որ ասում եք էլեկտորալ այդ ընտրությունների մեջ է, թե շան գլուխը այլ տեղ է թաղված։ Նախադեպը ցավալի է։ Որևէ իշխանափոխություն չի եղել ընտրությունների ճանապարհով։ Ներառյալ Նիկոլ Փաշինյանի, որտեղ ոմանք ասում են Նիկոլը ընտրված է, Նիկոլը մայիսին եկել է իշխանության, ընտրությունը դեկտեմբերին։ Հետևաբար չի եղել, այդ առումով վատ է։ Բայց մենք համապետական համազգային ընտրությունները դիտարկում ենք նաև հնարավորություն այդ համապետական համազգային հարցերը բարձրացնելու, քննարկելու, ներկայացնելու եւ այլն։ Եվ պիտի ասել, այն գաղափարներ ինչին որ մենք ապավինել ենք, երբ որ դուք համատեք հասարակական տրամադրությունները հիմա եւ 4 տարի առաջ 5 տարի էապես փոխվել է եւ այդ փոփոխության մեջ մենք մեր դերը ունենք մեր չափով այդ խոսել ենք ասել ենք ասում եք որակական փոփոխություն ա տեղի ունեցել մեծ քանակական դեռևս որակականի մոտ ենք բայց դրան չի եղել դրա համար մեր խնդիրներից մեկը օրինակ ես մի քանի ամիս առաջ էլի Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների տարբեր կառույցների հետ խոսում իմ այսպես խնդիր պահանջներից մեկը հետեւյալն էր որ դուք երբ որ դուք մի շփոթեք ընտրությունները քվեարկության հետ որտեվ քվեարկությունները կարող են արդար անցնել որտեվ մեզ մոտ այդ առաջվա նման արկղ գողանալ բան բայց ընտրությունները նախապես արդեն տարբեր հանգամանքներով կեղծվել են նկատի օրինակ 1-2 հանգամանք ասեք օրինակ գնում են մարդու տուն ասում են այդ տղայիդ վրա այս քրեական գործը կա եթե չեզում վերաբացենք ուրեմն կգնաս այսքան քվե կապահովես կամ խոստանում են պաշտոն կամ տալիս են պաշտոն կամ ասենք ճշմարտ եւ խրախուսման ճանապարհով սա ամենաբանն է բացի այդ կեղծիք կա նախորդ ընտրություններում օրինակ տեղեր կար որտեղ մեր կուսակցությանը գրել էին 0 հետո մարդիկ եկան ասեցին ոնց է 0 4 հոգի մենակ իմ ընտանիքն է այսինքն այդտեղ ոնց կլներ 0 եւ խիստ կասկածել էր այդ ինչի է կողքիններում ինչ որ թիվ կարգին այստեղ չէ նայեցինք պարզվեց որ կեղծած է դե տեխնիկական վրիպակ է տեղական ուրեմն ընտրատեղամասից եկել է ուրիշ թիվ այնտեղ ուրիշ թիվ է եւ ամբողջ եզրակացություն գիտեք ինչն է ասում է ի վերջո այդ թիվը էապես չի ազդելու արդյունքի վրա, որտեղ այո, տարբերությունը 500 քվեի էր, բայց կներեք այդ 500 քվեն, ասենք մի 10 տեղ է ստուգե, եւ հնարավորություն չունես 2014 ստուգելու։ Հասկանալի։ Եվ ի վերջո, եթե պարոն Սուրենյանցը քիչ հետո կասի, ուրեմն ի վերջո, եթե նույնիսկ իրերի վիճակը նենց լինի, որ մի քիչ հնարավոր կոալիցիաներ կամ բացարձակ մեծամասնություն չլինի, ինչ բառ ասեցի, կարելի է շատ հանգիստ մի երկու հոգու տեղից ոնց որ թևից բռնում են պարլամենտի տանել, ասենք թե մյուս, ասենք չէ։ Պարոն Սուրյանց, խնդրեմ։ Գիտեք, օրինակ Երևանի ընտրությունները ցույց տվեցին, որ միանգամայն հնարավոր ընտրությունների ճանապարհով հաղթել։ Էլի եմ բայց իշխանություն չվերցնել։ Կներեք, այդ արդեն ընդդիմության որակի մասին։ Ոչ թե հասարակության կամ արտահայտության, այլ ընդդիմության որակի մասին, հա։ Ես տեսեք, այն այլընտրանք չի առաջարկվում այլ ուժերի կողմից։ Քանի փողոցային շարժում մենք գիտենք այս տարիներին, որևէ մեկի քննադատական հայացքով բովանդակային առումով չեմ ուզում նայել, դուք փաստ եմ արձանագրում, որ փողոցով իշխանափոխությունը շատ ավելի դժվար իրագործելի բան է, դրան մի հատ ռիսկ էլ ավելացել։ Մենք հասուն մարդիկ ենք եւ գիտակցում ենք, որ եթե էսկալացիան օրեր տևի 3, 4, 7, 10 Ադրբեջանը անմիջապես օգտվելու է այդ քաոսից եւ էսկալացիայից հետեւաբար ստեղծված իրավիճակում մեզ մնում է ապավինել ընտրություններին գիտեք եթե մի բանը մեր մոտ թեկուզ մի տասնյակ անգամ չի ստացվել դա չի նշանակում որ դա սխալ ճանապարհ է այնուամենայնիվ ես կարծում եմ որ միանգամայն հնարավոր է ընտրությունների ճանապարհով հասնել հաղթանակի դեպ պարոն Մերկումյանի 90 թվի մասին որ խոսում ենք գուցե առաջին իշխանության կայունությունը որոշակի իմաստով էս դրանով էր պայմանավորված որ ուղիղ փողոցով չեկան այնուամենայնիվ 88-ից հետո 90 թվի օգոստոսին այդ լեգալ բաները պահվեց եւ բայց դա դեռ ՍՍՄ տարիներն էր այսինքն եւ դրա համար ես քաղաքական ուժերին առաջարկում եմ ընտրությունների գաղափարը այնուամենայնիվ քացուտակ չտալ որովհետեւ դրանով մենք պարոն Պապյանը ճիշտ ասես նաև սա միջոց է որի միջոցով դու օրակարգ ես բերում իշոր հանրային օրակարգ ես ձևավորում հանրային կարծիք ես ձևավորում շատ բարի պետք է հետևողական լինել այս հարցում շատ բարի
Պարոնայք գործընկերներ, շնորհակալություն իմ հաղորդմանը մասնակցելու համար, բավական հետաքրքիր մտքեր հնչեցին։ Ընդհանրապես, երբ որ գնում եք տուն այս հաղորդումներին քաղաքական մասնակցելուց հետո, երևի եթե մտածում եք այդ հաղորդումից հետո այն ինչ որ խոսել եք կամ տանը կիսվում եք ձեր ընտանիքի անդամների հետ, ուրեմն հաղորդումը ստացվել է։ Այո։ Եթե գնում եք ոչ մի բան չեք ասում, դե աշխատանքի է էլի։ Այս հաղորդման մասնակցելն էլ է աշխատանք, ուրեմն չի ստացվել։ Այո։ Հիմա այս կարծում անպայման մտքերով կկիսվեք, կարծում շատ բան հասցրեցինք, շատ բան չհասցրեցինք ասել, այնուամենայնիվ կյանքը հետարքիր է, այդպես չի որ կանգ առած վիճակ է, պարոն Սուրենյանց, կարծում եմ որ Գյումրիում ուրեմն դուք ունենաք ակտիվ մասնակցություն, ձեր ծրագրերը դեռ ժամանակ կլինի որ ներկայացնեք, կհետևենք դեպքերին, կհասկանանք ինչ է այնտեղ կատարվելու եւ պարոն Պապյան, ձեր քաղաքական ուժներ կարծում եմ ծանոթանալով ծրագրերին, անպայման ձեր ուրեմն տեսակետը կայտնեք, որոշում կայացնեք, որովհետև Գյումրին կարևոր շատ բոլոր բնակավայրերն են, քաղաքներն են կարևոր գյուղերը, բայց Գյումրին իր առանձնահատուկ տեղ ունի։ Երկրորդ քաղաքն է։ Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ, ուրեմն կհանդիպենք հաջորդ շաբաթ։